Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ հատվածի թունելում աշխատանքները թևակողում են նոր փուլ։ Այս մասին հայտնում է ճանապարհային դեպարտամենտը։ 455 մետրանոց թունելում ջրամեկուսացումն ամբողջացված է, բետոնացումը թափ է հավաքում։ Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ 32 կիլոմետր ընդհանուր երկարությամբ կառուցվող ճանապարհահատվածի 455 մետրանոց թունելում ջրամեկուսացման աշխատանքներն ավարտվել են։ Սա առանցքային քայլ է դեպի թունելի շահագործում, ապահովելով դրա երկարակեցությունն ու անվտանգությունը։ Ջրամեկուսացման հաջող ավարտից հետո շինարարական թիմերն անցել են հաջորդ կարևոր փուլին՝ թունելի բետոնացման աշխատանքներին, որոնք այս պահին իրականացվում են ակտիվ տեմպերով։ Քաջարան-Ագարակ հատվածը ծրագրի կարևորագույն բաղադրիչներից է, որի ավարտը կնպաստի տրանսպորտային հոսքերի արդյունավետության բարձրացմանը, ճանապարհորդության ժամանակի կրճատմանը եւ տարածաշրջանային կապերի ամրապնդմանը։ Շինարարական աշխատանքները շարունակվում են պահպանելով որակի եւ անվտանգության բարձր չափանիշները։ 2026 թվականի նոյեմբերի 1-ից Հայաստանի Հանրապետությունում կացության կարգավիճակ ստանալու գործընթացների շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն։ Այս մասին հայտնում է Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայությունը։ Օտարերկրացիների մասին օրենքում փոփոխությունների արդյունքում 2026 թվականի նոյեմբերի 1-ից ներքին գործերի նախարարության Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայություն կացության կարգավիճակ ստանալու դիմումներն ընդունելու համար կգործի նոր համակարգ, իսկ ներդրվող նոր ծրագրային ապահովման շնորհիվ վարույթները կիրականացվեն էլեկտրոնային եղանակով։ Այն օտարերկրացիները, ովքեր հերթագրվել են նոյեմբերի 1-ից հետո ընկած օրերի համար, Հայաստանի Հանրապետության կացության կարգավիճակ ստանալու դիմումները կարող են ներկայացնել նոր ներդրված էլեկտրոնային համակարգի միջոցով։ Գործադիրը սահմանել է Հայաստանի Հանրապետությունից երկաթի եւ չլեգիրված պողպատի, երկաթից կամ չլեգիրված պողպատից կիսապատրաստուկների, լեգիրված զուլակտորներով կամ այլ սկզբնական ձևերով պողպատի, զտված պղնձի եւ չմշակված պղնձային համաձուլվածքների, չմշակված ալյումինի փոշիների եւ թեփուկների դեպի երրորդ երկրներ արտահանման ժամանակավոր սահմանափակում կիրառելու, արտահանման լիցենզիայի տրամադրման կարգն ու պայմանները եւ հիմնական լիցենզիայի ձևը։ Նպատակ ունենալով խթանելու առավել բարձր ավելացված արժեք ունեցող ապրանքների արտադրությունն ու արտահանումը, Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներով արգելվել է սև եւ գունավոր մետաղների ջարդոնի ու թափոնի արտահանումը, ինչը խթան է հանդիսացել տեղում սև եւ գունավոր մետաղների ջարդոնը վերամշակելու համար։ Կարգով նախատեսվում է տրամադրել արտահանվող վերը նշված ապրանքների համար հիմնական լիցենզիա, որտեղ կնշվի արտահանվող ապրանքների ընդհանուր քանակը, իսկ հայտատուն կարող է այն արտահանել լիցենզիայով սահմանված ժամկետում առանձին խմբաքանակներով, լրացնելով լիցենզիայում նշված սահմանաչափը։ Սահմանված ընթացակարգը հնարավորություն կընձեռի հնարավորինս նվազեցնել վարչարարությունը եւ մեկ լիցենզիայի միջոցով արտահանելու տարբեր խմբաքանակներ։